Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին արդեն ուսումնասիրում ենք երրորդ երգը։ Խոսում էինք Վիդուրայի խոսքերի մասին, որը ինքը ուղղել էր Դրիտարաշտրային եւ փորձեցինք մի թեթև վերհիշել թեման, որովհետեւ Շուկադեվը Գոսվամին ինքը անդրադարձավ այդ թեմային, որպեսզի կարողանա պատասխանի հարցին, թե ինչ արեց Վիդուրան, երբ որ թողեց եւ հեռացավ։ Ես կարդամ տեքստը եւ մենք շարունակենք։ Լսելով կներեք Շրիմադ Բհագավատամ երրորդ երգ, առաջի գլուխ 14-րդ տեքստ։ Լսելով Վիդուրայի խոսքերը, ում բոլոր արժանավոր մարդիկ համարում էին անթերի անձնավորություն, Դուրյոթանան կատաղությունից ուռած դեմքով եւ դողացող շրթունքներով սկսեց վիրավորանքներով ողողել նրան։ Այնտեղ Դուրյոթանայի հետ էին նրա կրտսեր եղբայրը Կառնան եւ մորեղբայրը Շակունին։ Ով է այստեղ կանչել այս հարճի տղային։ Այս կեղծավորը լրտեսում է մեր թշնամիների օգտին, դավաճանելով իրեն կերակրողներին եւ մեծացողներին։ Անմիջապես դուրս շպրտեք նրան պալատից եւ թողեք նրան միայն իր շունչը։ Խոցված այս դաժան խոսքերի նետերից, որոնք խոցել էին իր սիրտը, Վիդուրան լքեց եղբոր պալատը, թողնելով իր աղեղը Շեմին։ Նա չէր զղջում կատարվածի համար, քանի որ համարում էր, որ արտաքին էներգիայի գործողությունները որպես գերագույն։ Իր բարեպաշտության շնորհիվ Վիդուրան ծնվել էր կաուրավների բարեպաշտ ընտանիքում։ Հաստինապուրայից հեռանալուց հետո նա ուխտագնացության գնաց դեպի սուրբ վայրեր, որոնք տիրոջ լոտոսային ոտքերն են։ Ցանկանալով շատացնել իր առաքինությունը, նա այցելեց սուրբ վայրեր, որտեղ գտնվում են տիրոջ հազարավոր տրանսցենդենտալ ձևերը։ Նա ճամփորդում էր միայնակ, իր բոլոր մտքերը կենտրոնացնելով Կրիշնայի վրա։ Իր ճանապարհորդությունների ընթացքում նա այցելեց Այոդհյա, Դվարակա, Մաթուրա եւ այլ սուրբ վայրեր։ Նա այցելեց այնտեղ, որտեղ երկինքը, լեռները, այգիները, գետերն ու լճերը մաքուր ու անմեղ են, իսկ տաճարները զարդարված են անսահմանի կերպարանքներով։ Այսպես ընթացավ նրա ուխտագնացությունը։ Իր ուղևորությունների ժամանակ նա միայն մտահոգված էր գերագույն Տեր Հարիին բավարարելու խնդրով։ Նա ոչ մեկից կախված չէր եւ նրա բոլոր զգացմունքները մաքուր էին։ Նա ամեն օր սրբագործվում էր լոգանք ընդունելով սրբավայրերում, թեև քնում էր գետնին, մուրացկանի լաթեր էր հագնում եւ մազերը չէր սանրում, այնպես որ բազմաթիվ հարազատներ հանդիպելիս նրան չէին ճանաչում։ Այսպիսով ճանապարհորդելով Բհարատավարշայի ամբողջ տարածքում եւ այցելելով ուխտագնացության բոլոր վայրերը, նա այցելեց Պրափասակշետրա։ Այդ ժամանակ Մահարաջի Յուդհիշթիրան կայսրն էր եւ աշխարհը պահում էր մեկ ռազմական ուժի եւ մեկ դրոշի ներքո։ Պրափասա կոչվող սուրբ վայրում նրան լուր հասավ իր բոլոր հարազատների մահվան մասին, որոնք զոհ դարձան կատաղի կրքի, որը ոչնչացրեց իր տոհմը, ինչպես բամբուկի ցողունները շփման հետևանքով առաջացած անտառային հրդեհը։ Դրանից հետո նա շարժվեց դեպի արևմուտք, որտեղ հոսում է Սարասվատի գետը։ Ինչպես տեսնում ենք, բավականին եւ լիրիկական, բայց եւ իմաստով լիքը տեքստեր ունենք այստեղ, եւ սկսենք առաջի տեքստից։ Ուրեմն առաջինը, որտեղ ենք մենք հասել, Վիդուրան ինքը դիմեց Դրիտարաշտրային, երբ որ այդ հարցերը պիտի լուծվեին, թե ինչ անել, որովհետև պանդավները իրենք բարեհաջող վերադարձել էին Աքսորից եւ հիմա սպասում էին, որպեսզի իրենց վերադարձվի իրենց թագավորությունը։
Եվ մենք տեսանք, որ Վիդուրան, չնայած նրան, որ կախված էր Դրիտարաշտրայից, սա իրականում շատ կարևոր կետ է, որովհետև սովորաբար ճշմարտությունը ինքը խեղդվում է մարդու կենցաղային շահերի մեջ եւ միլիոնավոր եւ միլիոնավոր դեպքեր աստվածամեժության դարաշրջանում ծավալվել են այնպես, որ մարդիկ իրենք ճշմարտությունը զիջել են սեփական բարեկեցության համար։ Եվ այդ քայլը Վիդուրայի, չէ, որ ինքը ապրելով հիմա ինքը ինչ ունի, չէ, ինքը ունի մի հատ այդպիսի իրավիճակ, որտեղ ինքը ապրում է պալատում, բնականաբար վայելում է պալատի կյանքը, հարգված է որպես անձնավորություն, չէ։ Եվ իր դիմաց կանգնած են պանդավները, որոնք իրենք աքսորված են եւ ինչպես ինքը Դուրյոթանան ասեց, ասեղ խրելու տեղ չունեն։ Նրանք նույնիսկ չունեն տուն, որտեղ կարող էին ապրել։ Այսինքն բացարձակապես նյութական տեսանկյունից բացարձակապես ծայրահեղ իրավիճակում էին։ Եվ Վիդուրան այն անձնավորությունն է, որ նույնիսկ այդ պայմաններում, որ ինքը հասկանում էր, որ եթե ինքը հիմա խոսի բանդավների կողմից, իրան անպայման վտարելու են, եւ ինքը հայտնվելու է փողոցում, որովհետեւ բանդավները իրենք նույնիսկ իրենց համար տուն չունեն, որպեսզի կարողանան իրեն ընդունել իրանց տանը։ Իսկ բանդավները դա մեծ սիրով կանեին։ Բայց դա չխանգարեց իրեն, որպեսզի ինքը ուրեմն բանանի էլի, որպեսզի ինքը կարողանա ճշմարտությունը պահպանի։ Եվ ինքը դիմեց այդ ճշմարտացի խոսքերով Դրիտարաշտրային։ Ինքը ասեց, որ դուք պայմանավորվածություն ունեք, բանդավները իրենք պահել են այն պայմանները, որոնք դուք առաջադրել էիք, հիմա վերադարձել են եւ դու պարտավոր ես վերադարձնել իրեն ժառանգության իրենց մասը։ Եվ մենք տեսանք, որ Դուրյոթանան, այսինքն այդ բասարկությունների սկզբունքը, որը ինքը իրական կրոնականության դաշտը ավիրողն է, ինքը ամիջապես ընկավ զայրույթի մեջ։ Եթե ես ինձ թույլ տամ մի փոքր անդրադարձ կատարեմ իմ անձնական կյանքից, ապա երբ որ ստացվեց այնպես, որ ես ամուսնուս հետ գնացինք Ռուսաստան եւ սկսեցինք դասախոսություններ կարդալ եւ նվիրալները իրենք սկսեցին ղեկավարներին նամակներ գրել, իրենց թվում էր, որ իրանք լավություն են անում մեզ, բայց իրականում որ ասում արջի ծառայություն մատուցեցին, սկսեցին ղեկավարներին նամակներ գրել, որ վայ, դուք պատկերացնում եք, այս նվիրալները իրանք այնպիսի դասախոսություններ են կարդում, մենք ընդհանրապես այս ինչ որ իրանք ասում են, դուք ինչ էդի չգիտեիք, ես իմ այսան են։ Եվ դրանից հետո իհարկե բնականաբար ղեկավարները իրենք զգացին, որ իրենց տակտեղերին ուրեմն ուգրոզը, դա ուգրաժայետ։ Եվ սկսեցին հենց այդպես էլ ընկալել, որպես իրանց համար ուգրոզա ոնց է այդ բառը պիրոպե։ Սպառնալիք, հա։ Ուրեմն որպես սպառնալիք ընկալեցին եւ հարձակվեցին բնականաբար հատկապես ին վրա հարձակվեցին եւ գիտեք այդ ժամանակ ես կարելի ասել հայտնվեցի պանդավների դիրքում, որ ինքը ընդհանրապես ոչ մի բան չուներ, եկել էր հայտնվել էր այդտեղ եւ ինչ որ մի քիչ ուրիշ խորությամբ քննարկում էր սուրբ գրվածքները։ Եվ գիտեք այդ ընթացքում հայերը կներեք այստեղ արդեն, հա, հայերը, որոնք այնտեղ են ապրում, որոնք այնտեղից են սնվում, հա, իրանք շատերը իրենցից, չեմ կարող ասել բոլորը, բայց իրենցից շատերը մոտենում էին ինձ եւ այսպես բաներ, այսպես վիզը ծրած արջիջան դե կներես էլի, բան մենք հասկանում ենք, որ դու ճիշտ ես, բայց դե մեզ էլ հասկացի էլի,
Մենք այստեղ ենք ապրում, այս կազմակերպության մեջ են մեր գործերը, ընտանիք ենք պահում, ես ենք անում, բան ենք անում, ներող կլինես, որ այս պահին քո կողքին չեք կանգնում։ Իսկ այն ազգի ներկայացուցիչները, որոնք իրենք այդտեղ ղեկավարում էին եւ բան արեցին, հարձակվեցին իմ վրա, իրանցից մեկը, նամակներից մեկում ինձ գրեց, եթե դուք կպլեք մեզանից մեկին, դուք կպլեք բոլորին։ Այս է տարբերությունը, հա? Բայց հիմա ես դա չեմ քննարկում եմ այս պահը, որ իրականում, այո, ես իրականում ոչ մեկին չեմ մեղադրում, հա, նեղանում էի, բայց չէի մեղադրում։ Ինչ որտեղ ես հասկանում էի, որ այո, իհարկե, եթե ես երեխա չեմ, 5 տարեկան, եւ սենտիմենտալիստ չեմ կամ ֆանատիկ չեմ, այո, ես պետք է հասկանամ, որ իրականում այն անազնվորությունը, որը ինքը ընտանիք ունի, որը երեխաներ է պահում, եւ այդ վայրը, որտեղից որ ինքը սնվում է, դա իր համար շատ կարևոր է։ Եվ այո, մարդը ինքը կարող է բոլորը չեն, որ կներեք, բոլորը չեն, որ ի ծնեն նախատեսված են նրա համար, որպեսզի ճշմարտության համար պայքարվեն, չէ՞։ Մենք կարողանում ենք տեսնել, որ դա եզակի ազնվորություններ են լինում այս աշխարհում, եւ Վիդուրան ինքը հենց այդպիսի եզակի ազնվորություններից էր, որտեղ ամբողջ կայսրության մեջ այդպես չէր էլի, որ ընդհանրապես ոչ մի մարդ չկար, ով որ չէր հասկանում, որ բանդավների հանդեպ շատ այլանդակ բաներ է արվում, չէ՞։ Եվ տեսեք, այստեղ շատ հետաքրքիր է, որ արիական քաղաքակրթության մեջ ոնց որ թե այդպիսի մշակույթ չկար, որ ժողովուրդը վեր կենար, այոթայի պատմության մեջ մենակ կա Ռամաչանդրայի հետ կապված այդպիսի բաներ գրված, հա, բայց այստեղ մենք չենք տեսնում երբեք ոչ մի հատ նշում չկա, որ ժողովուրդը վեր կացավ, գնաց կանգնեց պալատի առաջ եւ դյուրոթանային ասեց, «Ես ինչ ես անում, լսի»։ Դու ընդհանրապես ով ես, դու ինքնակոչ ես, այս մարդիկ իրանք օրինական ժառանգներն են, հանձնի ժառանգությունը եւ թող մնա պալատում որպես երկրորդական ազնվորություն, հա, մենք այդպիսի բան չենք տեսնում, այսինքն ամբողջ այդ կայսրության մեջ, չէ, հա, ճիշտ է, կրքերը եռում էին, թագավորներ կային, ինչպես Վիդուրան ինքը ասեց, որ Կրիշտան ինքը պանդավների կողմից է, իսկ մնացած կայսրության մեջ բոլոր թագավորները իրենք Կրիշտայի կողմից են, եւ դա նշանակում է, որ պանդավները մենակ չեն, որպեսզի դուք հասկանաք, Վիդուրան դա էր ուզում ասել, որպեսզի դուք հասկանաք, թե ում հետ գործ ունեք, որ եթե արդեն դուք տանեք կոնֆլիկտի, ինչ ուժերի հետ եք գործ ունենալու, չէ՞։ Եվ ասենք, մենք կարողանում ենք տեսնել, որ Վիդուրան ինքը պալատում միակն էր, հա, ինքը միակն էր, որ այդպես համարձակ հանդիմանեց։ Եվ այո, այսա Վիդուրան ինքը շատ կարևոր սիմվոլ է։ Գիտեք ոնց էլի, ճշմարտության կողքին կանգնելը աստվածամեժության դարաշրջանում դա շատ կարևոր կետ է։ Եթե հիշում եք, մենք ձեզ հետ քննարկել ենք, չէ, որ արիացիները իրենք ունեին այդ տեսակետը, որ մարդը ինքը ուրեմն բան ունի, ասեք, որ մարդը ինքը կներեք, կրոնականությունը ինքը հենված է 4 սյուների վրա։ Ինքը հենված է 4 սյուների վրա, դրանք են ճգնությունը, մաքրությունը, ողորմածությունը եւ ճշմարտացիությունը։ Եվ կա 4 դարաշրջաններ. ոսկե դարաշրջան, արծաթե դարաշրջան, բրոնզե դարաշրջան եւ երկաթե դարաշրջան։ Մենք ձեզ հետ ապրում ենք երկաթե դարաշրջանում։ Երբ որ այդպիսի անուն բաներ են տրվում, բնութագրեր, ոսկե, արծաթե եւ այլն, դա հիմնականում վերաբերվում է կենդանի էակի սրտին։ Այսինքն ոսկե դարաշրջանում ծնվում են այն կենդանի էակները, որոնց սիրտը ինքը ոսկու պես մաքուր է։ Արծաթե դարաշրջանում ուրեմն ծնվում են կենդանի էակներ, որոնք նույնպես մաքուր են, բայց արդեն մի փոքր ոնց որ փայլը կորցրած, հա, ինչպես արծաթը։ Սառը, էլի։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք բրոնզե դարաշրջանում, մի քիչ ավելի շատ այսպես է։ Ոսկե դարաշրջանում բոլոր 4 սովորակները խիստ արտահայտված են։ Այսինքն բոլորը զուսպ են, հա, բոլորը զուսպ են, մաքուր են, բարի են եւ ճշմարտացի։
երբ որ գալիս է արծաթե դարաշրջանը, հա, զսպվածությունը ինքը սկսում են ծնվել այնպիսի կենդանիակներ, որոնց հրաժարումը կամ զսպվածությունը կատարելության հասած չի։ Հասկանում եք։ Եվ ուրեմն համապատասխան, երբ որ այդ անձնավորությունները իրենք ծնվում են, իրանց մոտ այ արդեն կա տրփանք, այսինքն էգոիստական ցանկություններ։ Ուղղակի կարող ենք ասել, որ թեթևակի, ինչու համար, որովհետև իրենք իզորու են շատ խիստ պահպանել գերագույն անձնավորության կողմից տրված բարոյականության կանոնները, բավականին բարձր մակարդակի։ Երբ որ ուրեմն սկսվում է բրոնզե դարաշրջանը, ապա մի քիչ այսինքն այստեղ բոլորը կար, հա, այստեղ թուլացավ ասկետիզմը, ուրեմն բրոնզե դարաշրջանում թուլացավ բանը, ասեք, մաքրությունը, հա, այսինքն ավելի շատ էգոիստներ են սկսում ծնվել եւ երկաթե դարաշրջանում թուլանում է ողորմածությունը, այսինքն դա մի դարաշրջան է, որտեղ ծնվում են դաժան սրտով կենդանի էակներ։ Եվ դրա համար է, որ իրականում հենց որ 5000 տարի առաջ, 5500 արդեն 5500 տարի առաջվանից մինչև այսօր մարդկության պատմությունը դա դաժանությունների պատմություն է։ Երբ որ մարդը ինքը իր հետ վարվել է այդպես, ինչպես ոչ մի գազան իրար հետ չեն վարվում։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, տեսեք, եւ այստեղ վերջում ինչը մնաց։ Մնաց միայն ճշմարտության հանդեպ հակումը։ Եվ դրա համար արիացիները իրենք ասում են, որ աստվածամերժության դարաշրջանում, հա, մարդը ինքը կարողանում է մտնել իրական հոգևորի մեջ, այն երբ որ հոգևորը ինքը ոչ թե ուղղակի ձևականություն է, ոչ թե բառեր են, որոնք չեն մտնում սրտի մեջ, հասկանում եք, այլ դրանք բառեր են, որոնք սրտից են գալիս։ Դրանք բառեր են, ասենք, երբ որ ինքը սուրբ գրվածքն է կարդում, չէ, ինքը ազդվում է այն ճշմարտություններից, որը կարդում է, որի հետ ծանոթանում է, եւ հետո երկրորդ քայլով պատրաստ է այդ ճշմարտության հետևից գնալ։ Իմիջիայլոց այս տեսանկյունից Հիսուսը ինքը հրաշալի օրինակ է։ Հասկանում եք, իր օրինակը ինքը շատ հետաքրքիր է, որովհետև մարդկությունը իր անձնավորության հետ լավ ծանոթ է, չէ՞, օրինակ ամբողջ մարդկությունը ինքը չգիտի, թե ճշմարտության համար ինչպիսի պայքար են մղել ընդհանրապես Հնդկաստանի սրբերը, հա, որպեսզի կարողանան պահպանեն արիացիների ժառանգությունը։ Դրա մասին ոչ մեկ չգիտի։ Այսինքն գիտեն շատ սակավաթիվ մարդիկ, որոնք իրենք հետաքրքրվում են վեդայական ուսմունքով, չէ՞։ Եվ տեսեք, եթե մենք վերցնենք Հիսուսին, այն հանրահայտ ուրեմն հանդիպման ժամանակ, երբ որ Հիսուսը ինքը խոսում էր նրա մասին, թե իր որ աշակերտը ինչպես է իրան դավաճանելու 5 րոպե հետո, չէ՞։ Ինքը ինչի մասին էր խոսում։ Ես տնավարի կասեմ, հա, այնպես ինչպես ինքը իմ սրտում կա։ Ինքը իրականում իր աշակերտներին ասեց, ոչ մեկը տենց պլոճիկ չունեք, որ երբ որ իմ հանդեպ, իմ շուրջ սիտուացիան սրվի, կանգնեք իմ կողքը։ Հասկանում եք։ Եվ այս է, խնդիրը այս է, կանգնել ճշմարտության կողքը, ունենալ այդպիսի բան էլի, ռիսկ, ոնց էր հայերեն, ինքան եմ հայերենից ռուսերեն թարգմանում, ռիսկ էլ հենց թարգմանում է, լավ, ունենալ այդքան ռիսկ, հասկանում եք, չէ, եւ այս սրանում է խնդիրը, որովհետև աստվածամերժության դարաշրջանում միակ որակը, որը կենդանի էակին իրապես բերում է, հոգևորի ներքին կատարբանը, ներքին աշխարհը, հա, դա ճշմարտությունն է, չէ, եւ այո, աստվածամերժության դարաշրջանում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր ունեն այդ ձիրքը իրաց ներսում կանգնել ճշմարտության հետևից։
հետևից, բայց եւ ակնհայտ է, որ բոլոր նրանք, ովքեր փորձել են գնալ ճշմարտության հետևից, շատ դառը եւ դաժան վախճան են ունեցել։ Հասկանում եք։ Եվ այո, ես միշտ ասել եմ, ասում եմ եւ մինչեւ վերջի շունչս ասելու եմ, որ ինձ համար ամենակարևոր սիմվոլներից մեկը, որը ներկայացնում է Հիսուսը, դա խաչված ճշմարտությունն է։ Այսինքն հрьяաները հռոմեացիների հետ միասին, որպես աթեիստներ, իրանք ցույց էին տալիս, թե ճշմարտության հետ ինչ է արվելու աստվածամերժության դարաշրջանում։ Այն խաչվելու է։ Չէ, խաչվելու է դեռ իր հերթին։ Այն սկզբից դաժանաբար տանջվելու է, հալածվելու է, հետո դուր խաչվի։ Եվ այո, մենք կարողանում ենք տեսնել, որ մեր աստվածամերժության դարաշրջանում, եթե կենդանիակը ինքը չի կարողանում ստել, եթե ինքը չի կարողանում մտնել կեղծավորության, խորամանկության, դաժանության, արատավորության դաշտը, ինքը չի կարողանում լինել հաջողակ։ Հա? Երբ որ առաջացավ այսպես կոչված դեմոկրատական աշխարհը, առաջնորդները եղան ստիպված, ուրեմն ինչ-որ մի հատ ձևական շիրմա սարքեն եւ այդ շիրմայի հետևը թաքցնեն իրենց արատավորությունը, երբ որ ինչ-որ մի հատ անձնավորություն գտնում են, որը ինքը կարող ինչ-որ տեղ ստորագրում է, որ ինքը իրականում իրանց հետ է եւ թատրոն է խաղում, որ ինքը ճշմարտության ճատակով է։ Հասկանում եք, չէ՞, իրականությունը ինքը, այո, դառն է, բայց այսպեսին է։ Եվ այս իմաստով, չէ, հիմա գնահատել Վիդուրայի քայլը, որ ինքը քաջ գիտակցելով, որ հիմա կանգնելով բանդավների կողքին, ինքը մի րոպե հետո ուղակի գլուխը դնելու տեղ չի ունենալու գիշերը, ինքը միևնույն է այդ ամեն ինչը ասեց։ Հասկանում եք, չէ, օրինակ սովետական միության ժամանակ հենց ստալինյան ռեպրեսիաների ընթացքում հենց այդպիսի մարդկանց էին, չէ, ոչնչացնում Սիբիրներում։ Այդպիսի հատ-հատ գտնում էին, հենց մի թեթև մարդու մեջ ամբողջ բնություն տեսնեին, всё, այդ մարդը ինքը մտնում էր սերծուցակ։ Եվ վերջ։ Հասկանում եք։ Այսինքն աստվածամերժության դարաշրջանում կանգնել արդարության կողքին, կանգնել ճշմարտության կողքին, դա մեծ ռիսկի հետ է կապված։ Հասկանում եք։ Եվ այո, այդ պատճառով օրինակ խելամիտ մարդիկ, որտեղ սովորաբար մարդը ինքը երբ որ դուրս է գալիս հասարակություն, միշտ ենթադրվում է, որ ինքը դա առաջի հերթին անում է իր սեփական փառքի, սեփական անվան, սեփական ինչ-որ շահերի հետ կապված, չէ՞։ Եվ մարդիկ էլ իրենք մտածում են, որ եթե շահից զրկենք, ուշադրությունից զրկենք, մարդը կդադարի գնալ ճշմարտության հետևից։ Բայց եթե ինքը իրական ճշմարտության հետևից գնացող է, նյութական ոչ մի հանգամանք չի կարող իրեն կանգնացնել, բացի ֆիզիկական բռնությունը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն Վիդուրան ինքը այդ համարձակ անձնավորությունն էր, դրա համար մենք խոսում ենք դրա մասին, որ ինքը Աստծուն ծառայելու, ուրեմն, այսինքն ճշմարտությանը, արդարությանը, Աստված ինքը հենց այդ բառնավորումն է, չէ՞։ Աստծուն ծառայելու իր վճռականությունը չզիջեց։ Եվ ինչպես մենք տեսեք, երբ որ ինքը չզիջեց եւ սկսեց խոսալ ճշմարտությունից, թեկուզ այնտեղ գտնվում էր եւ Բիշման, եւ Դրոնան, այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք, որ այդ երկուսը իրենք ահավոր հզոր էին։ Օրինակ Բիշման ինքը ուներ օրհնություն, որ իրան ոչ մեկ չի կարող սպանել։ Հա, որ ինքը կարող է մահանալ միայն այն ժամանակ, երբ որ ինքն է ուզում։ Բայց իրանցից ոչ մեկ հանդգնություն չունեցավ կանգնի Դուրյոթանայի առաջ եւ հարց տա, ասի լսի տղա, դու այսինչ ես անում։ Ոչ մեկ։ Մեկը կապված էր երթումով, որովհետև երթում էր տվել անմտածված
ես կպաշտպանեմ Հասցինապուրի գահը, հա, եւ երբ որ այդ գահի վրա նստեց Սրիկան, ինքը ստիպված եղավ ուրեմն ավարտին հասցնել իր երթումը, որովհետև տղամարդը, երբ որ ինքը մի երթում է տալիս, ինքը պետք է այդ երթումի հետևից գնա։ Եվ այդ պատճառով, որտեղ ինքը պետք է պահի իր խոսքը, երթում տալուց առաջ ինքը պետք է լավ մտածի, կշռադատի, թե ինչ է խոսք տալիս։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք մենք տեսանք, որ ոչ մեկ այդպիսի ոգի չունեցավ, որ կանգնի ճշմարտության կողքը, եւ միայն Վիդուրան էր, որ ինքը ընդհանրապես ոչ մի բան հաշվի չառավ, հա, եւ ասեց դուք այստեղ սրիկայությամբ եք զբաղված, եւ դու հենց հիմա պետք է վերադարձնես։ Եվ ինքը նախորոք զգուշացրեց, ասեց, որ դու պիտի հասկանաս, որ եթե դու դա չարեցիր, լավ չի վերջանալու, որտեղ միշտ հիշի, այնտեղ կա Բհիման, որը ինքը չի ներել Դրոպադիին հաստված վիրավորանքը։ Եվ պատերազմը ընդամենը առիթ կլինի, որ Բհիման վրեժխնդիր լինի, ուրիշ ոչինչ, դուք չեք կարողանալու հաղթել։ Հասկանում եք, այսինքն այստեղ էլ սա է, որ աստվածամերժությունը, որովհետև ինքը տգիտության վրա է հենված, ինքը շատ այսպես մեծ բանով, հերոսությամբ, ուրեմն գնում է կրոնականությունը ոչնչացնելու ճանապարհով։ Հասկանում եք, բայց վերջնականում ինքը չի կարողանում հաղթի։ Այստեղ մեր ժամանակներում ինքը հաղթում է միայն եւ միայն այն պատճառով, որ հիմա ուղղակի աստվածամեջների դարաշրջանն է, եւ դա գերագույն աստվածավորության արդարությունն է, որ իրանք էլ իրենց ժամանակը պիտի ունենան։ Սատանիստները պիտի իրենց ժամանակը ունենան, երբ որ իրենք են իշխում։ Եվ հիմա հենց այդ դարաշրջանն է։ Հա, հասկանում եք։ Եվ դրա համար գերագույն աստվածավորությունը ինքը չի խառնվում։ Այստեղ մնում է ուրիշ հարց. ովքեր են այն հոգիները, որ կրոնականության մեջ են ծնվում աստվածամերժության դարաշրջանում, այսինքն այն դարաշրջանում, երբ դեպի կրոն գնալը վտանգավոր է։ Վտանգավոր է կյանքի համար, վտանգավոր է բարեկեցության համար։ Ես ես պատմում էի, չէ՞ որ երբ որ գիտեք ինքը մենք իրականում ամուսնուս հետ մենք շատ հետաքրքիր իրավիճակում էինք հայտնվել, որտեղ ուրեմն կազմակերպության բաները մասնակիցները իրանք մեզ չէին համարում, որ մենք իրանց խմբին ենք պատկանում, իսկ պետությունը համարում էր, հա, այսինքն ոչ այնտեղ մենք բույլի նիսվայի էլի, հասկացաք, չի, օդում կախված էինք մնացել, եւ երբ որ ծնվեց մեր աղջիկը, հայտնվեց տնտեսական խնդիրը, որտեղ մինչև դա մենք շատ աղքատ էինք ապրում եւ դա մեզ չէր նեղում, մենք որ ասուսված զբաղված էինք հոգեվոր կյանքով, ուտելիքը կար, իսլամը Բոգու, ջարդաստուներ, բայց տանիքը կար, իսլամը Բոգու, հա, բայց երբ որ երեխան ծնվեց, երեխան ինքը ոչինչում մեղավոր չէր եւ իհարկե մենք պարտավոր էինք փորձել ապահովել իր բարեկեցությունը եւ այդ ժամանակ ես փորձ էի կատարում աշխատանք գտնել եւ ասեք որ դուրը որ գնում էի հա անպայման վաղը եկեք всё վաղվանից աշխատանքի էս ինչ մյուս օրը գնում էի այսպես սառը դեմքով նստած գիտեք այնպես ստացվեց որ մենք սխալվել ենք բացվեց որ այդ հաստիկը այլևս չկա զանգում էին ասում էին հանկարծ գործի չընդունեք հա եւ մենք այդ վիճակում ապրել ենք 15 տարի ու գիտեք ինչպես է այսինքն այ խնդիրը սա է որ եթե մասնավորությունը ինքը նյութական աշխարհում է նյութական մարմինը ինքը պահանջում է ուրեմն ճիքեր իրան պահելու համար եթե մարդը ինքը ընտանիքավոր է ինքը իհարկե տնտեսական զարգացման կարիք ունի եւ պատասխանատու է ուրեմն իր ընտանիքի անդամների համար չէ եւ աստվածամերժեր իրանք այդ ամեն ինչը շատ լավ հասկանում են որ այդ բոլոր ֆակտորները իրանք ցուլի քթի մեջի թելի են նման
Հնդկաստանում դուք շատ կարող եք տեսնել այդպիսի բան, որ այսպես հզոր ցուլերին քթի մեջ տակ են անում, այսպես հաստ կանատետ անցկացնում է, որ ասես պիտի թե շարժվի գմխ կտա, հա, եւ այդպես ղեկավարում են, որպեսզի ինքը ենթարկվի։ Հա, եւ այդպիսի բաներն էլ օգտագործում են անմիջապես, զանգում են, խոսում են, զգուշացնում են, հա, ասենք, նո Ես ինքս էլ եմ այդպիսի իրավիճակների մեջ եղել, երբ որ ինձ փորձում էին շնորհավորել ծնունդս եւ միաժամանակ ինչ-որ բաներ ստորագրություն ստանալ եւ ես այդ բանը ես իրականում չհասկացա ինչ է կատարվում եւ ինչ-որ այնպիսի պատասխան տվեցի, որ ստացվեց այնպես, որ ես համաձայն չեմ Եվ ինձ միանգամից նախապես ինձ հիշեցրեցին, ես դրան այդ ժամանակ մեծ նշանակություն չտվեցի, ասին դուք հեռի ունես, չէ, որ ինքը շատ տաղանդավոր է, 4 երեխա ունի, ես ինչ, ես դա կապեցի, հիշեցի, որ այդ պահին ինձ այդ բառերը ասվեց, եւ որ մի փոքր հետո իմ քերուն ուղղակի աշխատանքից այսպես վզվզվեցին եւ դուրս շպրտեցին։ Սա ընդունված ձևեր են, որոնք իրենք, ասենք, աստվածամեժության դարաշրջանին բնորոշ իրականություն է եւ այո իհարկե սովորական մարդու համար շատ դժվար է կանգնել այդպիսի որոշակի որ վճռականություն ունենալ որ կանգնել ճշմարտության կողքին հատկապես որ մարդիկ իրենք հոգեբանորեն այդպիսի բան ունեն որ իրանք միշտ ձգտում են լինել այնտեղ որտեղ որ մեծամասնությունն է Հասկանում եք, եւ Վիդուրան ինքը չվախեցավ այդ ամեն ինչից։ Եվ երբ որ Դուրյոթանան սկսեց խոսել, մենք տեսանք, չէ, որ առաջին բանը, որ ինքը ասեց մենք քեզ կերակրում ենք, դու ինչպես ես համարձակվում խոսալ մեր դեմ։ Այսինքն Դուրյոթանան ընդհանրապես չի հետաքրքրում։ Աստվածամեժերին չի հետաքրքրում ճշմարտությունը։ Աստվածամեժերին հետաքրքրվում է ում ինչպես կարելի է գնել որպեսզի միջև վերջ օգտագործել եւ ում որ իրանք կարող են օգտագործել դա իրանց կլանն է ում չեն կարող օգտագործել դա ոչնչացման ենթակա է կամ լավագույն դեպքում իզոլյացիայի հասկանում եք եւ վերջ ուրիշ ոչ մի բան ոչ միտեղ չի կատարվում աստվածամեժության դարաշրջանում եւ Վիդուրան ինքը առաջինն էր ով այդ օրինակը ցույց տվեց որ այսպես է լինելու Բայց նաև ինքը ցույց տվեց, որ ինձ դա չի հետաքրքրում։ Եթե պետք է, ես կարող եմ դառնալ անտուն, անտեղ, պալոննիկ, ուխտագնաց։ Հա? Հասկանում եք? Եվ հենց Վիդուրան հենց այդպես էլ արեց։ Այսինքն, այդպես է անում հոգևոր մարդը, որ երբ որ ինքը հայտնվում է Աստվածոչանի այնպիսի տեղում, այնպիսի իրադրությունների մեջ, որտեղ իր հետ վարվում են այդպես, որ մենք քեզ թույլ ենք տալի, որ դու հաց ունենաս, քնելու տեղ ունենաս, եսի ինչ ունենաս, ուրեմն պետք է խոսաս այն ինչ որ մենք ենք ուզում, անես այն ինչ որ մենք ենք ուզում, շարժվես այնպես ինչպես մենք ենք ուզում, եթե ոչ, ուրեմն դու սա էլ կկորցնես, սա էլ կկորցնես, սա էլ կկորցնես, եւ ասեք, տեսեք Մենք շատ հաջողակ մարդիկ գիտենք, չէ, որ ասենք ժամանակի ընթացքում մեկ էլ հանկարծ այն նույն մարդիկ, որոնք տասնյակ տարիներ հրամցվել են հասարակությանը որպես սրբություններ, տաղանդավոր, մեծ, եսիմինչ, մեկ էլ տանում դարձնում են ոտքերի տակի փալաս։ Ձեզ թվում է ինչ է, դա իրականություն է։ Դա իրականություն չի։ Ուղղակի քանի իրենք կարողանում էին այդ ազնվորությունը կամ ուզում էին այդ ազնվորությունը օգտագործեին, իրեն շանս էին տալիս, հնարավորություն էին տալիս, որպեսզի ինքը ապրի, շնչի, փող վաստակի, ընտանիք պահի եւ այլն։ Հենց որ արդեն կամ ինչ որ մի հանցագործ կամ այսպես պաշտոնավորի գործածանք հանցագործությունները պետք է մի ուրիշը պատասխանի եւ ընտրեցին իրան, հա, կամ այս դեպքում, կամ էլ այն դեպքում, երբ որ արդեն այն ֆունկցիան, որ ինքը պիտի կատարվի վերջացրել է եւ այլևս անպետք է, իրան միանգամից տանում դարձնում են называется прокатили։ Ու всё, եւ հասարակությունը միշտ
այդ ամեն ինչը ընդունում է որպես ճշմարտություն, ինչպես հասարակությունը ասեց, գողին բաց թողեք, Հիսուսին խաչեք։ Հասկանում եք, եւ այո, ճշմարտության շուրջ խոսակցությունը ինքը դառն է աստվածամեժության դարաշրջանում։ Հասկանում եք։ Այսպիսին է իրականությունը։ Հիմա եւ Վիդուրան ինքը իր հետ քայլը որն էր։ Ինքը դրեց իր նետ աղեղը, այսինքն ես ընդհանրապես չեմ, եթե ինքը աղեղը ձեռքը գնար, դա կնշանակեր, որ ինքը գնաց սպանդավների մոտ։ Բայց ինքը ասեց դու ճիշտ ես ասում, ես ձեր հացն եմ կերել եւ դրա համար ես ձեր դեմ ես իմ նետերը ձեր դեմ չեմ ուղի, ճիշտ եք դուք։ Կրոնականության բարոյականության օրենքները պահանջում են, որպեսզի մարդը ինքը շնորհակալ լինի նրան, ով իրեն հաց է տվել, հա։ Բայց հիմա այուրեպ այսա։ Ես ոչ ձեր կողմից եմ, ոչ իրանց կողմից եմ, ես գնացի ուխտագնացության։ Այստեղ շատ քննարկվեց մի քանի անգամ Շուկադևը Գոսվամին ինքը այդ բառակապակցությունը օգտագործեց սուրբ վայր, սուրբ վայր, սուրբ վայր։ Ինչ է նշանակում ընդհանրապես սուրբ վայր։ Եթե ինչ-որ մի տեղը ժամանակին, այսպես ասենք, ինչպես է այդ վայրը դառնում սուրբ։ Հիմա արիացիների մոտ սուրբ վայրերը իրանք լինում են երկու տեսակի։ Սուրբ վայր, որտեղ գործել է մաքուր նվիրյալը, եւ սուրբ վայր, որտեղ հայտնվել է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Երբ որ գալիս է աստվածամեժության դարաշրջանը, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դադարում է գալ այս աշխարհ։ Եվ երբ որ ինքը դադարում է գալ մեր մոլորակ, սրբավայրեր են մնում միայն այն տեղերը, որտեղ որ ապրել են սրբերը։ Չէ՞։ Եվ ուրեմն սա ամենագլխավոր գաղափարն է, որ մենք պիտի հասկանանք, որ սրբավայր է այն տեղը, որտեղ կա սրբություն։ Հիմա մեր ժամանակներում շատ հաճախ սրբավայրերը վերածվում են փող աշխատելու միջոցի։ Ընդ որում ամեն տեղ։ Հասկանում եք։ Այսինքն մարդիկ իրենք օգտվում են այն բանից, որ այստեղ մարդիկ գալիս են բանի, ասեք, ուրեմն ուխտագնացության, եւ այո, պատրաստ են ծախսանելու, եւ հայտնվում է, օրինակ, ես երբեք չեմ մոռանա, առաջին անգամ, երբ որ մենք գնացել էինք Հնդկաստան, կա մի սրբավայր, Վրինդավան, եւ այդտեղ կա Գովարդան սարը, սա չէ, բլուր է, էլի արդեն, սարը ինքը կավաց նստում է, եւ գիտեք, այնքան հետաքրքիր է, որ մենք պիտի պտտվենք հիմա իր շուրջը, դա ամենամեծ ուխտագնացությունն էր, ամենաերկար, եւ ուրեմն երբ որ մենք գնում էինք, այդտեղ մի տեղ կար, որտեղ այդ սարից սարը ինքը սուրբ է համարվում, էլի սրբություն է համարվում, չխորանա միջում, եւ ուրեմն այդտեղ մի հատ մեծ քար հանդիպեցինք եւ որոշեցինք, էլի, ցիսակատարություն կատարել, մեր հարգանքը պատուցել սարին, ծառայելով այդ քարին։ Մեր հետ ջուր էինք տարել, հոտավետ փայտիկներ էինք տարել, ծաղիկ եւ այլն, որպեսզի արիական ծիսակատարություն կատարենք, ինչպես որ դա ընդունված է։ Սկսեցինք ծիսակատարությունը, մեկ էլ ինչ-որ մի հատ տեղից հայտնվեց մի հատ մարդ։ Ասեք, ես ով է թույլ տվել ընդհանրապես, ասենք, ծառայություն կատարել այս քարին։ Այս քարը իմն է։ Այդ հիմա որ դուք այս քարին կպել եք, ուրեմն պարտավոր եք ինձ փող տաք։ Հա, հասկացաք, չէ՞։ Հասկանում եք, ինքը ամեն տեղ սրբավայրերը վերածվել են փող աշխատելու հնարավորության։ Ուրեմն կա երկու ճշմարտություն։ Առաջինը դա նա է, որ այո, եթե ուխտագնացը ինքը, ասենք հատկապես մեր ժամանակներում դա այլ կերպ է, չէ՞, որտեղ ուխտագնաց ասածը մեր ժամանակներում դա խիստ սիմվոլիկա է։
Հասկանում եք, օրինակ այն ժամանակներում, չէ, դա անձնավորություն էր, որը ինքը ոտքով դուրս էր գալիս տնից եւ ստանում էր այն տեսքը, ինչը որ նկարագրվեց, որ ինքը ցնցոտիների մեջ էր, մազերը օտագնացները սովորաբար մազերը չեն սանրում, ասկեզա է կոչվում դա, էլի ճգնություն, հա, մանրապես տղամարդը, երբ որ ինքը մազերը երկարացնում է եւ չի սանրում, դա համարվում է ճգնություն, այսինքն ինչու է համարվում ճգնություն, որովհետեւ երբ որ մարդը ինքը չի սանրվում, ինքը կորցնում է իր հմայքը, հա, երբ որ մարդը ինքը կեղտոտ տեսք ունի, դա նշանակում է, որ ես այն ազնվորությունն եմ, որը քայլում եմ մարդկանց մեջ, ոչ նրա համար, որ իրենց համար զգայական վայելքի հաճելի օբյեկտ թվամ։ Հասկանում եք։ Հա? Եվ ուրեմն մենք պետք է հասկանանք, որ ճգնավորությունը ինքը հենց այդ սիմվոլն է, որ բոլորը հասկանում են, որ այս մարդը ինքը հոգևորի մեջ է եւ նույնիսկ եթե ինքը գեղեցիկ արտաքին ունի, ինքը այնպես կեղտոտ է, որ ցանկացած մարդ կզզվի իրան մոտենա։ Դա հենց հատուկ է արվում։ Մենք հետագայում դեռ ձեզ հետ կքննարկենք շատ տարօրինակ օրինակներ մաքուր նվիրալների պահվածքի, թե իրանք ինչ քայլերի են կարող են գնալ, եթե հրապուրելի արտաքին ունեն եւ ամեն ինչ անում են, եթե քարոզելու նպատակ չունեն, ապա ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հմայքը ընդհանրապես ոչ մեկին չգրավի, որպեսզի ոչ մեկ իրենց վրա տրփանքով չկենտրոնանա։ Չէ, ուրեմն հոգևոր մարդը ինքը հենց այդպես է վարվում։ Եվ տեսեք, ասենք, այն ժամանակներում, երբ որ մարդը ինքը դուրս էր գալիս տնից, գնալու ուխտագնացության, ինքը գնում էր ոտքով։ Եվ դա նշանակում է, որ ուր էլ ինքը գնար, ինքը անցնում էր, վապերով այդ ճանապարհը դառնում էր երկար։ Այն ինչ որ հիմա այստեղ նկարագրվեց, դա արիական քաղաքակրթության մեջ, կայսրության մեջ տարբեր պետություններ էր։ Ոնց որ ասենք, մարդը ինքը սովետական միության մեջ Մոսկվայից դուրս գար, հա, եւ ոտքով գնար ուխտագնացության Ղազախստան, հետո Ղազախստանից գնար, չգիտեմ, Պրիբալտիկա, հետո Պրիբալտիկայից գար Վրաստան։ Հասկանում եք, եթե ինքը եւ այդքան այն ժամանակ չկային ինքնաթիռներ, չէ, չկար, ասենք, այն ամեն ինչ որ կա հիմա, այդ ամեն ինչ այն ժամանակ չկար։ Եվ մարդը ինքը ուխտագնացության էր գնում ոտքով եւ շատ շուտով, հիմա այսպես, որովհետեւ ինքը տուն չուներ, ծանոթներ չուներ, հիմա այսպես, փող ունենալը մոտդ դա վտանգավոր էր, որովհետեւ դու գնում էիր անտառներում, որտեղ կարող էին ավազակներ ապրել, որտեղ դու դուրս էիր գալիս ուրիշ պետություն, որտեղ ով ասես քեզ կարող է հանդիպել, եւ երբ որ իրանք հասկանում են, որ դու իրանց պետությունից չես, դու մեծ հարվածի տակ ես, պաշտպանված չես այդ պետության օրենքներով, չէ, եւ քեզ եթե հանկարծ քո վրա ոչ թե փող, այլ ընդհանրապես մի հատ անրավարտիկ կա լավ որակի, միշտ կհանդիպես աղքատների այն խմբին, որը քեզ կկողոպտի, չէ, եւ ուրեմն լինել ցնցոտիների մեջ, լինել աղքատ եւ լինել անհրապույր, դա անվտանգություն էր առաջին հերթին։ Հասկանում եք, մեր ժամանակներում այդ ամեն ինչի կարիքը չկա, որովհետև մենք անտառներով չենք գնում ուխտագնացության։ Մենք նստում ենք մեքենա, գնում ենք, հասնում ենք, դա կոչվում է քաղաքակից ձևով, հա։ Մենք նստում ենք մեքենա, գնում ենք, պես, չէ, օրինակ ասենք, երբ որ ես որ պատմել եմ ձեզ, որ Երբ որ հույս չունեի, որ մենք երբևիցե ընդհանրապես Հնդկաստանում կլինենք եւ որոշեցի ուխտագնացություններ կազմակերպել Հայաստանում, առաջի վայրը, որը ես ուրեմն հաճախեցի, դա Էջմիածինն էր, հետո ինչ որ երևույթ տեղի ունեցավ, որից հետո ես հասկացա, որ պետք է ոչ թե գործող եկեղեցիներ գնամ, այլ այդ փլատակներ, հին եկեղեցիներ պետք է գնալ, էլի։ Եվ այդտեղ ուրեմն տեղեր կային, դեռ մենք այն ժամանակ աղքատության մեջ կորած, ինչ մեքենա, ինչ տաքսի, ինչ եսի ինչ, ես հազիվ էի հավաքում մի քանի կոպեկ, որպեսզի կարողանամ նստեմ ավտոբուս, այդ ավտոբուսով գնամ
ինչ-որ մի տեղ, որտեղ ես գիտեի, որ այդտեղ խորքում փլատակ կա, ուրեմն կանգնացնեմ ավտոբուսը, այդտեղ իջնեմ, երեխայիս վերցնեմ շալակս եւ գնամ, չէ։ Եվ ասենք շատ հաճախ, գիտեք, այդ զգացումը, չէ, որ այսօր արդեն մենք մտնում էինք աղջկաս այդ բաները, փոքր էր, 3 տարեկան էր, շալակս էի վերցնում, որ բաց չհոգնի, ու ասենք, երբ որ արդեն մտնում էինք այդ տեղերը, չէ, որ այն մարդաբնակ է, եւ ասենք, հիմա դու այդտեղ պիտի մի 5-6 կիլոմետր շարժվես ոտքով, չէ, անտառի մեջ կամ սարերի վրայով կամ չգիտեմ ինչ, գիտեք, միշտ ինձ բռնում էի դրա վրա, որ այսպես են զգացել իրենց էլի այն ժամանակ մարդիկ, որոնք իրենք ուխտագնացության են գնացել ոտքով։ Ինչ-որ մի պահ կա, որ երբ որ դու բնության մեջ մնում ես մենակ, դու սկսում ես հասկանալ, որ ցանկացած մարդ, որը դուրս կգա քո առաջ, քո համար վախենալու է, որտեղ դու չգիտես իրանից ինչ կարելի է սպասել, չէ՞։ Եվ հենց այդպես էլ լինում էր, եթե հանկարծ անտառներում կամ սարերի մեջ ինչ-որ մի տղամարդ էր հանկարծ անցնում, իր մեջ ամիջապես վախ էր մտնում, եւ ես էլ էի դարձել այդպիսին, այն ժամանակ ոչ էլ ինչ-որ հնարավորություն ունեի բարեկեցիկ տեսք ունենալու, բայց ասենք այդ ժամանակ ես ասում էի այդ փառք Աստծո, որ այդ հնարավորությունը չկա եւ ասենք ոչ մեկին պետք չէ էլի, ով նայի մեղմ ասած կհիասթափվի։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն այս գործոնը ինքը իրականում ինքը առաջի հերթին անվտանգություն ապահովողն է։ Հասկանում եք։ Իսկ երկրորդ հերթին ներքին իմաստը, դա արտաքինն է։ Արտաքինից դա անվտանգություն ապահովող երևույթ է, երբ որ ցնցոտիներով է, մազերը չի սանդրում, չգիտեմ, բայց լոգանքի ընդունում բոլոր սրբավայրերում, չէ։ Այսինքն տեսեք, մենք պետք է հասկանանք, որ վայրը ինքը դառնում է սրբավայր, որովհետև այդտեղ ինչ-որ սրբություն է տեղի ունեցել, չէ։ Եվ հաջորդ քայլը ինքը մնում է սրբավայր, եթե այդտեղ գործում են սրբերը, կամ գոնե առնվազն անկեղծ հոգևոր մարդիկ։ Հասկանում եք այդ մաքրությունը, որտեղ կա այդ գիտակցությունը, չէ, այսինքն մենք պետք է հասկանանք, չէ, որ եթե սրբավայրը ինքը շահագործվում է միայն նյութական շահ ձեռք բերելու համար, ապա ուրեմն այդպիսի սրբավայրը ինքը շատ կասկածելի բան է։ Հասկանում եք, շատ կասկածելի։ Եվ ինչու է դա սա կարևոր խոսակցություն, որովհետև եթե սրբավայրը ինքը աղտոտվում է նյութական այդ շահագրգռվածությամբ, չէ, ինքը այլևս չի տալիս այն արդյունքը, որը կարող էր տալ։ Դա նման է մի լույսի, որի վրա հագցրեցին խավարը։ Եվ լույսը այլևս չի կարողանում լուսավորի։ Այսինքն այնպես չի, որ ինքը վերանում է։ Ինքը խխունջի նման, այսպես ու վсё, մտավ անարտահայտ վիճակ։ Եվ մարդիկ իրանք կարող են գնան այնտեղ, գան այդտեղից, իսկին ինչ անեն, ու միևնույնն է չզգան, որ ինչ-որ բան փոխվեց իրենց կյանքում։ Հիմա տեսեք, արդյունքը, վիդուրայի արդյունքը, որը կլինի։ Վիդուրայի արդյունքը կլինի նա, որ ինքը սրբավայրերով պտտվելով, չէ, ավելի ու ավելի մաքրագործվելով, վերջնականում կհանդիպի մաքուր նվիրալի, որից կստանա խորը եւ լուրջ հոգևոր գիտելիք։ Հասկացաք։ Հիմա տեսեք, այսինքն աստվածակենտրոն դարաշրջաններում, չէ, այդ հանդիպումը հոգևոր ուսուցչի հետ, դա հանդիպում է, որը տեղի է ունենում, որովհետև կենդանի էակը ճիքեր է գործադրում։ Գիտեք, օրինակ անձամբ ես թերագնահատել եմ, շատ թերագնահատել եմ այդ գործոնը, ընդհանրապես ուշադրություն չեմ դարձրել այդ գործոնի վրա, այսինքն գիտեք, որ մի քիչ ավելի բարդ էր, էլի, ես ինքս իմ հանդեպ այդ գործոնը գնահատում էի։ Ես գնահատում էի, որ այն ինչ որ ես հիմա ունեմ, այն անձնավորությունների գրքերը, որ այդ պահին ես ունեմ, եւ այն
հնարավորությունները հոգևոր աճի համար, որոնք տալիս են այդ անձնավորությունները իրենց գրվածքներում, դա ֆանտաստիկա է, որին դու 100% արժանի չես, այսինքն հնարավոր չի իրականում դրան արժանանալ, դա միշտ ողորմածություն է, ով ուզում է լինի, հասկանում եք, չէ՞, երբ որ դա ինձ էր վերաբերվում, ես դա հասկանում էի, բայց կյանքի ընթացքում ես հանդիպեցի մի հատ ուրիշ երևույթի հետ, որ մարդը ինքը կարող է դա չգնահատել։ Ինչու, որովհետև ողորմածությունը, տեսեք, երբ որ Վիդուրան ինքը գնաց ուխտագնացության, ինքը Մայտրեյայի հետ հանդիպումը վաստակեց ճգնությունով։ Մեր ժամանակներում 500 տարի առաջից մինչև այսօր հոգեբանությունը հոգևոր կյանքի փոխվել է, որովհետև Գերագույն Աստծո անձնավորությունը հայտարարել է ողորմածության դարաշրջան։ Եվ սա նշանակում է, որ հոգևոր կյանքը կամ հոգևոր գիտելիքը, որտեղ հոգևոր գիտելիքից է ծնվում հոգևոր կյանքը, հոգևոր գիտելիքը ինքը գալիս է առաջինը, երբ նույնիսկ իրան չեն փնտրել։ Հասկանում եք, այստեղ է էլի, որ եթե անձնավորությունը ինքը փնտրել է, իսկ ես փնտրել էի, ես իմ ամբողջ նյութական կյանքում փնտրում էի այն լույսը, որից կարող եմ կառչել, ահա որ դուրս չէր գալիս այն ամենը, ինչի մեջ որ ապրում եմ, հասկանում եք, հա, եւ այս երբ որ գտա, ես գնահատում էի դա, որ սա ահռելի ողորմածություն է, այս ամբողջ բանի իրականության մեջ, որը կատարվում է, հատկապես այդ իրականության բանի հետևում էլի զանրիս։ Վարագույրի հետևում, հա, այդ ամեն ինչ որ կատարվում է վարագույրի հետևում, ես ուղղակի են չգիտեմ, միջև այսինքն որ ասում մահանալս գալիս էր, այնքան չէի ուզում այդ ամեն ինչի մեջ ներգրաված լինեի։ Բայց դարաշրջանն ինքը իրանն է, իր իրականությունն է քեզ պարտադրում եւ ինքը քո հետ հաշվի չի նստում որն է, չէ՞ որ դու ինքդ ես, չէ՞ ինչ որ այնպիսի կյանք ունես, որ հայտնվել ես այդ դարաշրջանում։ Եվ ես շատ երկար ժամանակ մտածում էի, ինչ կապ ունի ինձ հետ այս դարաշրջանը։ Եվ կամաց իհարկե հասկացողություն ինքը եկավ, այդպես չի որ չեկավ, բայց ուզում եմ ասեմ, որ այստեղ շատ կարևոր խնդիր կա, որ երբ որ դու փնտրող ես եղել, դու գնահատում ես, թե քեզ ինչ է տրվել։ Բայց երբ որ դու փնտրող չես եղել, դու ուղղակի փողոցով քայլում էիր։ Եվ ինչ որ մեկը մոտեցավ քեզ, մեկնեց քեզ հոգևոր գիրք, հա, եւ իրականում քեզ շանս տվեց, որպեսզի դու կանգնես քո հոգու մաքրագործման ճանապարհի վրա, իսկ քեզ քո հոգու մաքրագործումը ընդհանրապես հետաքրքիր չէր։ Այնպիսին է, ինչպիսին դու կաս, դու քեզ լրիվ բավարարում ես։ Եվ քեզ դուր է գալիս, երբ որ դու իրավունք ունես եւ ատես, եւ նախանձես, եւ ագահ լինես, եւ դաժան լինես, այդ բոլոր հնարավորությունները քեզ դուր են գալիս, որտեղ իրանք քո համար ճանապարհ են բացում դեպի քո հաջողությունը։ Որն է խնդիրը։ Ինչի՞ս է պետք ես հոգևոր նստի, մաքրվի, ես ինչ արա Աստծուն բավարարի, ես ամբողջ բանը ինչի՞ս է պետք, ինձ պետք չի, չէ՞։ Ու այդտեղ, երբ որ հոգևորը ինքը առաջինն է գալիս, չէ՞, ինքը երկու տեսակի, երեք տեսակի, ուրեմն հոգևոր կյանքը հերքողների է հանդիպում։ Առաջինները դա ագրեսիվներն են։ Հա? Ինչու համար։ Ինչու են այդ ագրեսիվ աթեիզմը ինքը որտեղից է առաջանում։ Իրականում ագրեսիվները իրենք հասկանում են, որ Աստված կա։ Եվ հասկանում են, որ Աստված ինքը արդարների պահապանն է։ Եվ դրա համար իրանք ատում են եւ սրբերին եւ Աստծուն։ Եվ երբ որ իրանք հանկարծ տեսնում են մի մարդու, որը ինքը ապաստարան է գտել Աստծու մոտ, իրանց մոտ միանգամից գրգռվում է այդ կենտրոնը։ Ես քեզ պիտի ապացուցեմ, որ քո Աստված
քեզ ինձանից չի կարող պաշտպանել։ Այ եթե հիմա կա, դե թող պաշտպանի։ Այո, եւ մենք ձեզ հետ հենց Բագավատամի էջերում 7-րդ երգում շատ գեղեցիկ մի պատմություն կունենանք, որը ինքը կներկայացնի արիացիների բացատրությունը, թե ինչպես է կենդանիակը ինքը հայտնվում ընդհանրապես նյութական աշխարհում, դա ինչ թեման է իրան բերում այստեղ, չէ՞։ Եվ այնտեղ մենք հենց այդպիսի պատմություն կունենանք, որ Սուրբ Նվիրյալը ինքը ծնվում է այդպիսի ագրեսիվ դեմոնի ընտանիքում։ Հիմա հետագայում, երբ որ հայրը հասկանում է, որ չի կարող, որ իր երեխայի համար միակ սրբությունը մնում է Աստված, ինքը կապանում է եւ հրաման է տալիս երեխային սպանել։ Այդ երեխային ձորը գցում են, փղերի ոտքերի տակ գցում են, վագրերի վանդակ գցում են, օձերի մեջ գցում են։ Հիմա թե ինչ է հետո լինում, դա կարևոր չի, բայց կարևորը այսա է, որ հայրը կարողացավ սրբին անցկացնի այդ բոլոր անհանգստությունների մեջ։ Իրան գցեցին ժայռից, իրան գցեցին փղերի ոտքերի տակ, իրան գցեցին վագրերի վանդակ, իրան գցեցին օձերի հետ։ Այսինքն այդ բոլոր փորձությունների մեջով ինքը անցավ։ Եվ թվում էր, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի պաշտպանում։ Եվ այնտեղ մենք ձեզ հետ կքննարկենք գաղտնիքը, թե ինչու է դա այդպես տեղի ունենում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, այդ ագրեսիվ աթեիստներն են, որոնք իրենք այն միակ այդ բանաձևն են ուզում իրականացնել, որպեսզի ի ցույց տվեն աշխարհին, որ իրականում Աստված չկա, որովհետև այ հիմա ես այս սրա հետ, ով որ կոչվում է Սուրբ, եւ ոչ թե կոչվում է, այլ հենց կա Սուրբ, այսինքն մաքուր է եւ արժանի չի տառապանքի, դե հիմա տեսեք, թե ես սրա գլխին ինչ կդնեմ։ Դե եթե Աստված կա, թող հենց հիմա գա ու պաշտպանի։ Սա ագրեսիվ աթեիստների մտածելակերպն է։ Երկրորդ տեսակի, ուրեմն ազնվորությունները, որոնք իրենք արհամարհում են այդ առաջի քայլը, դրանք խորամանկ աթեիստներն են։ Մենք դրա հետ մասին արդեն խոսացել ենք։ Խորամանկ աթեիստները իրենք գալիս են այսպիսի բանով։ Այս ապուշները հավատում են, որ Աստված կա։ Հա? Բայց իրականում ահր, այստեղ այս հիմարների մեջ եթե մտնես, սա կլոնդայք է ընդհանրապես, թե ինչքան հեշտ կարելի է հարստանալ սրանց հաշվին։ Եվ այդ խորամանկ աթեիստները իրենք մտնում են, հիմա ձևացնում են, որ իրանք այդ ողորմածությունը ընդունել են, ամենա լուրջ թատրոնն են խաղում, որ ես ինչ նվիրալներ են Աստծո, եւ ուղղակի շահագործում են հոգևոր մարդկանց հասարակությունը։ Եվ վերջ։ Եվ այստեղ շահագործում ասելով մենք ընդամենը դա չենք հասկանում, էլի, որ մարդը ինքը ինչ-որ մի հատ այդտեղ, չգիտեմ, 300-400 դրամ է վաստակում, որպեսզի կարողանա յոլա գնա։ Հասկանում եք։ Դրա մասին չի խոսքը։ Միլիոնավոր, միլիարդավոր դոլարների մասին է խոսքը։ Եվ վերջ։ Եվ երրորդ տեսակի, ուրեմն բաները աթեիստները, որոնք իրենք չեն գնահատում Աստծո ողորմածությունը, դա այսպես կոչված անմեղ աթեիստներն են, որոնք իրենք ագրեսիա չունեն։ Այսինքն, եթե դու ասենք, եթե հոգևոր կյանքը, հոգևոր գիտելիքը ինքը մոտենում է իրանք ուղղակի ասում են, չէ, չեմ ուզում ու անցնում են։ Վերջ։ Всё։ Ամենաշատը ինչ կարող է տեղի ունենալ, երբ որ ինքը հասնի տուն, ինքը կասի, գիտես, այդ հոգևոր սերը փորձում էին ինձի տանեն իրանց աղանդ։ Չէ, իրականում դրա մեջ ճշմարտություն կա։ Ես բան չեմ էլի, Ջելամի քաղաքությունը երբեք իմը չի եղել։ Դրա մեջ իհարկե ճշմարտություն կա։ Բայց մյուս կողմից էլ, հասկանում եք, մյուս կողմից էլ Աստծո կողմից ասված է, որ ինքը այս դարաշրջանում հայտարարում է ողորմածության դարաշրջան, այսինքն որ ինքը առաջինն է գալիս։ Հա, հիմա տեսեք, այդ խորամանկները իրանք վերցնում են այդ սուրբ գրքերը եւ գալիս են մարդու մոտ։ Եվ ասում են, այ
Ես եմ Աստծո ողորմածության ներկայացուցիչը, գնացիք, ինչ կարող ես ինձ տալ, հասկանում եք, և այդտեղ են սկսվում այդ միլիոնավոր պատմությունները, տունը գրեց իրանց վրա, չգիտեմ, ունեցվածքը տարավ, եսի ինչ արեց, կողոպտեց, խաբեց, չեմ անում, էս են, հասկանում եք, այսպիսի բան էլի այդ ամեն ինչը այդքան եսի ինչ չի, բարդ է այդ ամեն ինչը, հա, և այդ ողորմածության գաղափարը, չէ, ինքը շատ է, և շատ մեծ նվեր է մարդկությանը, աստվածամեժության դարաշրջանում, և տեսեք ինքը առաջին հերթին այդ ողորմածությունը գալիս է, ասենք, որպես գիտելիք, սուրբ գրվածքի տեսքով, չէ, դրանից առաջ երկու բան էլ կա, բայց դա վերաբերվում է ճիշտ արիական քաղաքակրթությանը, չեմ ուզում խառնեմ հիմա այստեղ էլի, ինքը գալիս է որպես գիտելիք, և հենց որ մարդիկ կան, որ իրենք ասենք ինչ-որ աղանդներ ստեղծելու միտում ունեն, որտեղ այդտեղ իրենք իշխանություն են ձեռք բերում և փող են աշխատում, իրանք անմիջապես այդ ձևը վերցնում են, որ կարելի է գրքերը վերցնել և դուրս գալ փողոց, հա, և այսպես էլի բոլորին պարտադրել, որ այդ գործողությունները կատարեն, որտեղ այդ ամեն ինչ իրանց վերջնականում հետևորդներ է բերում, իսկ ամեն մի հետևորդ դա գումար է, և վերջ, այդտեղ խոսակցությունը ավարտվում է, հասկանում եք, սիրելիներս, չէ, այսինքն բարդ է, իրականում այդ ճշմարտության վրա կանգնելը ինքը մեր դարաշրջանում շատ բարդ պրոցես է, ուրեմն իսկ ինքը Վիդուրան, ինքը հիմա արիական քաղաքակրթության մեջ է, որտեղ այդ կայսրության մեջ կան լիքը իրական սրբավայրեր, սա շատ կարևոր էր, որ մենք պետք է հասկանանք, որ եթե այդտեղ եղել է սրբավայր, իրոք սուրբ է, իրոք ինչ-որ էներգետիկ իմաստով, ասում ենք սուրբ վայր, դա նշանակում է, որ էներգետիկ իմաստով ինքը շատ հզոր է, չէ, ուրեմն տեսեք, օրինակ արիացիները իրենք ասում են այսպես, սովորական մարդիկ գնում են սրբավայրեր, որպեսզի թողնեն այնտեղ իրանց մեղքերը, և սա նշանակում է, որ սրբավայրը ժամանակի ընթացքում այսպես ինքը այդ մեղքերը բան է անում և ոնց որ կարող է, ոնց ասեմ, կարող է մի քիչ թուլանա այդ մեղքերի քանակությունից, հա, և ասվում է, որ իրական սրբերը, իրական հոգևորականները, չէ, իրանք, երբ որ գալիս են սրբավայր, իրանք ոչ թե իրանք են մաքրագործվում, այլ իրանք մաքրագործում են այդ սրբավայրերը իրենց ներկայությամբ, և ուրեմն շատ կարևոր է, եթե մենք ուզում ենք, օրինակ, ասենք հիմա բերենք մեր ժամանակներում, բերենք մեր երկիր, չէ, եթե մենք, օրինակ, ուզում ենք, որպեսզի Հայաստանում հայոց եկեղեցիները, ուզում եք քանդված լինեն, ինչ ուզում եք լինեն, հատկապես քանդվածները, հատկապես նրանք, ովքեր անմարդաբնակ, այնպիսի վայրում են, որ նույնիսկ չես հասկանում այդտեղ ինչպես են կարողացել այն ժամանակներում քար բարձրացնեն, այդ քանակությամբ քար բարձրացնեն, չէ, եւ բացարձակ ակնհայտ է, որ այդպիսի եկեղեցում կարող են ապրել միայն հրաժարվածները։ Այսինքն էլի որպես մինիմալ պլատֆորմա մաքրություն ունեցողները, ճգնավորները։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա արդեն նշանակում է, որ այդ վայրը, որտեղ որ ապրել են ճգնավորները, հա, էներգետիկ իմաստով ինքը սրբավայր է։ Չէ՞։ Եվ այդտեղ, այո, պետք է լինեն անկեղծ հոգևորականներ, չէ՞, օրինակ ես ճանաչում եմ այդպիսի մի կնոջ, որի հայրը ինքը զբաղված է այդ գործով։ Եվ իրականում ես շատ ուրախ եմ, որ այդպիսի բան է տեղի ունենում, չէ, իրանք ուրեմն քրիստոնյա են, հա, եւ խումբ ունեն, մի քանի հոգով, այսպես բան տղամարդիկ են շատ պինդ, ինչքան ես հասկացա, ես իրանց երբեք չեմ տեսել։ Եվ իրանք ինչ են անում։ Իրանք գնում են, հայտնաբերում են, գտնում են այդ ընկած փլատակված եկեղեցիները եւ այսպես կարգի են բերում այդ վայրը, հա, եւ այդտեղ բան, ես չգիտեմ տեխնիկապես դա ինչպես է կոչվում, կներեք էլի,
Եվ այդտեղ երգում են քրիստոնեական ուրեմն այդ բաների կիսակատարությունների ընթացքում երգվող աղոթքները։ Հասկանում եք, այսպիսի գործողությունները իրենք նպաստում են, որպեսզի վայրը պահպանի իր սրբությունը, այսինքն պահպանի իր հզորությունը։ Իսկ եթե այնտեղ գալիս են միայն մեղավոր կենդանիակները, որոնք իրանք միայն իրաց մեղքերն են այդ վայրում թողնում, չէ՞, դա մի քիչ հետո իրականում ըստ էության դադարում է լինել սրբավայր։ Հասկացաք, չէ՞։ Որովհետև ինչ է տեղի ունենում, ասեք ինքը ինչ-որ մի հատ ճգնավորների լույս էր։ Եվ հիմա այդտեղ դարեր շարունակ մարդիկ գալիս են իրանց կեղտը թողնում, այդ լույսը ինքը կամաց, հոպ, հանգեց։ Հասկանում եք, մենք կարող ենք ասել, չէ, եթե դա սրբավայր է, ինքը այնքան հզորություն ունի, որ կարող է ցանկացած քանակությամբ մեղք վառի։ Ոչ, որովհետև այդ տեղը, որը ինքը դարձել է սրբավայր, դա ինչ-որ մի ճգնավորի այդ կուտակած էներգիան է, որը ինքը սկզբում, այո, կլանելու շատ մեծ ուժ ունի, բայց քանի գնում է, չէ՞ որ այդ էներգիան սնուցողը արդեն այնտեղ չի։ Եվ այդ կրակը ինքը իր մեջ փայտ գցող չկա, իր վրա մենակ ջուր լցնող կա։ Հասկանում եք, եւ դրա համար, այո, դա շատ կարևոր է, որպեսզի կատարվեն որպեսզի սրբավայրը ինքը վերականգնի իր մաքրությունը, իր զորությունը, կոպիտ ասած, որ իր մեջ կա միշտ ուղիղ լինի։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այ սրբավայրերի թեմայով ես հույսով եմ, որ իմ ունկնդիրները այս ամեն ինչը հաշվի կառնեն, եւ երբ որ հայտնվում են այդպիսի տեղերում, ոչ միայն մեղքերի թողություն կխնդրեն, ցանկությունների իրականացում եւ այլն, այլև կանեն այդպիսի գործողություններ, որոնք իրենք ուժեղացնում են սրբավայրը։ Եվ ուրեմն սիրելիներս տեսանք, որ Լիդուրան ինքը գնաց շատ կարևոր սրբավայրերով։ Արիական քաղաքակրթության մեջ կա մի շատ հետաքրքիր երևույթ, որը իրապես այդպես է, ես ասում եմ մաշկիս վրա զգացել եմ, չէ՞։ Մենք կարող ենք օրինակ ես առաջի անգամ երբ որ եղա, ես ազնվությամբ ասեմ, ես մինչև հիմա էլ այդ պահի մեջ կա, որ մեկ այնպիսի լճերի ես հանդիպում, որ այդտեղ մտնել լոգանք ընդունելը, այսպես որ մորթեն չեմ մտնի։ Հասկանում եք, որովհետև դա պրոստը անտիսեպտիկ, բայց գիգիենայից ընդհանրապես ինչ-որ 100 կիլոմետր է կողմ մնացած երևույթ է արդեն դարձել, ինչու, որովհետև հնդիկներին շատ են նեղել, հասկանում եք, արիական քաղաքակրթության փսորները շատ են նեղել, որպեսզի հնդիկները ընդհանրապես չկարողանան պահպանել այն ամեն ինչը, այսինքն պահել իրենց այնպես, ինչպես դա արել են արիացիները։ Եվ այո, իհարկե, ասենք, եթե մարդիկ իրանք աղքատ մարդիկ են, ապրում են ինչ-որ մի հատ գյուղում, որը ինքը իրականում շատ լուրջ սրբավայր է, իսկ պետականությունը, որը ինքը անգլիացիների ձեռքն էր, ընդհանրապես շահագրգռված չի եղել, որպեսզի այդ ամեն ինչը ծաղկի, իրանք ուղղակի եկել են երկիրը կողոպտել, տարել եւ վերջ, հասկանում եք, եւ ամենակաղաքակիրթ ցիվիլիզացիային, որը ամբողջ մարդկության պատմության ընթացքում ամբողջ աշխարհին քաղաքակրթություն է սովորեցրել եւ առաքինություն, ուրեմն 3 հատ անգլիացի եկել են եւ ձև են թափել, որ իրանց քաղաքակրթություն են սովորեցնում, թեկուզ իհարկե կա այդպիսի բան, որ հնդիկները իրանք աստվածամեժություն էր, արդեն սկսել էին ծնվել աստվածամեժերը եւ իրանք շատ այլանդակել էին արիական քաղաքակրթության հիմքերը, կա այսպիսի բան, չի քննարկվում, բայց իրականությունը ինքը այնպես է, որ օրինակ ասեք մարդիկ են, իրանք ինչ-որ գյուղ տեղ է եւ այդ մի հատ սուրբ բանն է, այդտեղ կառուցած, որը ես իմ երբ է կառուցած նահանգից դաժե չես պատկերացնում, թե դա ոնց են կառուցել այդ ժամանակներում, չէ՞։ Եվ ուրիշ ջուր չկա։ Պարզ է, որ այնտեղ գալիս են այդ նույն նրանք, ովքեր որ տներ չունեն, այնտեղ 30%-ը տուն չունի, ծառի տակ է ապրում, հասկանում եք, եւ ինքը ասենք այդ մի հատ փալասը, որ իր վրա ունի, տանում է այդտեղ է լվանում։ Այնպես ես հարցնում եմ, այդտեղ մտնելուց ինչ օգուտ կարելի է ստանալ բացի հիվանդությունից։
Հասկանում եք։ Թեկուզ այո, այսպես որ նայում ես, ինքը ջուրը բացարձակ կեղտ է, հա, բայց ջրի վրա այդ ամբողջ այդ տարածքը ինքը այսպես լուսավոր էներգիայի մեջ է հոգևոր։ Այսինքն դա իրոք ռեալ սրբավայր է, բայց մարդիկ այդտեղ մշտական ինչ-որ կեղտ են լցնում։ Եվ այդտեղ մնում է միայն այն, որ ջրի կողքը կանգնես, այ պրոստը այդ էներգիան ստանաս, գնաս եւ այդ ջրի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունենաս, կամ մաքսիմում ինչ-որ այդ լվացքի փրփուրները մի քիչ եկով տանես, 3 կաթիլ կաթացնես գլխիդ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն սրբավայրերի հանդեպ պետք է լինել շատ ուշադիր։ Դա շատ մեծ բարեպաշտության պաշար է, եթե անձնավորությունը գնալով սրբավայր աջակցում է նրան, որպեսզի սրբավայրը ինքը լինի մաքուր, լինի պահպանված, լինի զաբոտ, էլի, այդ հոգատարության էներգիայի մեջ։ Սրբություններին պետք է վերաբերվել ոնց որ սրբություններ, այլ ոչ թե գնալ սրբավայր, այնտեղ անմեղ կենդանի մորթել, դնել, խաշխորողած սարքել, այդ ամբողջ տարածքում թողնել թուղթ, պակետ, բաժակ, ոսկորներ, եսիմինչ եւ թողնել գնալ։ Դա սրբավայրի այցելություն չի, դա սրբավայրը պղծելու գործողություններ են։ Սրբավայրում հակառակը պետք է գնալուց ինչ որ մի ժամանակ տրամադրել, որպեսզի մաքրել այդ շրջապատը, հա, ասենք մենք մեկ ասենք հեգնակով ենք վերաբերվում հնդիկներին, հա, եւ ես ինքս էլ շատ վատ եմ վերաբերվում նրան, թե իրանք ինչպես հաճախ ինչպես են վարվում, ընդհանրապես այդ ամեն ինչ վիճակում է գտնվում, հա, բայց մենք ինքներս էլ տեղեր կան, որ երբ որ ես գնում եմ, մեկ ինքս իմ մեջ մտածում եմ, ասում եմ, սա Հնդկաստանն է։ Հիմա վտանգավոր բառ ասեցի ադրբեջանցիների համար, չէ, բայց ուզում եմ ուղղակի, որ սա ենք քննարկում, էլի։ Հասկանում եք, որ իրականում եթե իրանք Հնդկաստանից են խոսում, թող մտածեն իրանց սիմվոլի մասին։ Չի կարելի, ասկա սրբավայրերը իրենք հատուկ վերաբերմունք են ուզում, եւ երբ որ մենք աջակցում ենք, որպեսզի սրբավայրը ինքը մաքուր լինի, խնամված լինի, դա մեծ բարեպաշտության պաշար է։ Որովհետև մենք նպաստում ենք նրան, որպեսզի այդ սրբությունների էգրեգորը, սրբությունների էներգիան ինքը լինի մաքուր։ Եվ այդ ժամանակ ինքը կարողանում է արտահայտել իր հզորությունը եւ օգուտ տալ մեղավոր հոգիներին։ Հա, եւ Վիդուրան ինքը այսպես մանգալով բարեպաշտություն հավաքեց, եւ հիմա տեսեք, բարեպաշտություն հավաքելը սրբավայրերով մանգալուց պետք է բերի իրական հոգևոր ուսուցչի հետ հանդիպման։ Ուրեմն գալիս ենք այս եզրակացության։ Հոգևոր գիտելիքի հետ հանդիպումը տեղի ունենում երկու պատճառով։ Մեկը դա նա է, որ ազնվորությունները, ազգը իրանք այնպիսի բարեպաշտության պաշար ունեն, որը թույլ է տալիս, որպեսզի հոգևորը գա դեպի իրենց։ Եվ երբ որ այդ հոգևորը գալիս է դեպի իրենց, իրենք բռնվում են այդ թելից։ Հա? Եթե չեն կարողանում գնահատել, ապա ուրիշ գործընթաց է սկսվում, չէ, սկսվում են այսպես կոչված ռազրաբոտկաներ։ Երբ որ մարդու շուրջը արհեստական կերպով ինչ-որ կեղտոտ իրադրություններ են ստեղծում, երբ որ կեղտոտ իրադրություններ են ստեղծում իր մտերիմների մոտ, իր կյանքում, այդ ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի այն ազնվորությունը, որը ինքը բերում է այդ հոգևորը, ինքը խայտարակված լինի եւ ուրեմն ընդհանրապես ոչ մի հարգանք չվայելի, որովհետեւ եթե մարդիկ իրանք ինչ-որ մեկին չեն հարգում, իրանք իրանից ոչինչ եւ չեն էլ ընդունում։ Չէ՞։ Ուրեմն սա մի գործողություն է եւ հոգևորը ինքը գալիս է այդ ժամանակ, երբ որ կա բարեպաշտություն կամ հակառակը։ Աստվածամերժության դարաշրջանում հոգևորը նաև գալիս է այնտեղ, որտեղ ծայրահեղ շատ է
ոչ բարեպաշտությունը, այսինքն ծայրահեղ շատ է արատը, եւ եթե այդտեղ տեղի ունենա արդարությունը, ապա այդ վայրը ուղղակի պիտի ոչնչացվի։ Եվ այդ ժամանակ ոչնչացնելուց առաջ Գերագույն Աստծո անձնավորությունը մի վերջին հնարավորությունն է տալիս կենդանիակներին, որպեսզի իրանք ընտրություն կատարեն։ Կընդունեն իրանք արդյոք այդ արատավորությունից հրաժարվելու եւ դեպի առաքինություն գնալու ճանապարհը, թե հաստատված կմնան իրենց արատավորության մեջ։ Դա երևում է նրանից, թե ինչպես են իրանք վարվում այն անձնավորության հետ, ով որ այդ ձեռքը բերել է, ով որ բերել է Գերագույն Աստծո անձնավորության այդ շանսը, չէ՞։ Մեր պատմությունը ինքը իրականում փայլուն ապացույցն է այդ երևույթի, երբ որ տեսեք օրինակ քրիստոնեությունը իրականում Հիսուսը ինքը եկել էր մի շատ կարևոր այդ արանքում մի շատ կարևոր գործ անելու։ Ինքը եկավ եւ մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց, չէ՞։ Ինքը ասեց ես եմ վերջի զոհը, դադարեք կատարել զոհագործություններ։ Մենք տեսնում ենք, որ դա իրականում արիացիների գաղափարն էր, որ աստվածամեժության դարաշրջանում զոհագործությունները չեն գործում։ Հա, եւ մարդիկ ուղակի իրանց մսակերությունը բավարարելու համար մորթում են անմեղ կենդանիների։ Աստված եւ այսինքն Աստված երբեք դրա հետ կապ չունի, բայց կիսաստվածները այլևս չեն ընդունում դա։ Իսկ մարդիկ շարունակում էին։ Եվ Հիսուսի պատգամներից մեկը դա էր. դադարեք մատաղները։ Ես եմ վերջի մատաղը։ Չէ՞։ Հիմա, երբ որ այդ գաղափարների ներկայացուցիչները եկան Հայաստան, երկուսին կաշին հանեցին, սարքեցին դահոլ, սկսեցին տակը պարել։ 40-ին տանջամահարեցին, պարկացնելով փոսերի վրա, փորի վրա, որտեղ այդ անմեղ կանանց մաքուր կույս աղջիկներին մերկացրեցին ամբողջ հասարակության առաջ, պարկացրեցին այդտեղ, որ գրիզները հոշոտեն իրանց որովայնը։ Այսինքն տանջամահարեցին։ Ինչ եղավ հետո։ Այսինքն դա նախաշեմն էր, որ իրանք եկան այդ վերջի բան դադարացրեք։ Այս դարաշրջանի կրոնականությունը աղոթքն է, դադարացրեք մատաղները։ Հա? Եվ դա էր պատճառը, որովհետև ոչ մեկ չլսեց Աստծո այդ կոչը, եւ ամեն տեղ իրական քրիստոնյաներին, այդ իրական Հիսուսի գաղափարների հետևից գնացողներին տանջամահարեցին, հեթանոս աշխարհը ուղղակի ֆիզիկապես վերացավ ագրեսիվ եւ այսպես արյան մեջ թաթախված process-ներով։ Փաստ է, չէ՞։ Սա էլ ես չեմ հորինում, չէ՞։ Փաստ է։ Ուղղակի երբեք ոչ մեկ այդ փաստերը իրար հետ չի կապում Աստծո հետ։ Իսկ արիացիները մեզ թույլ են տալիս, հնարավորություն են տալիս, որ մենք այդ բաները հասկանանք։ Եվ հասկանանք, թե երբ, ում հետ, ինչպես, ոնց, ինչի համար։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե։ Եթե բանականություն կա, պետք է գնահատվի եւ ամեն ինչ արվի, որ սխալը նորից չկրկնվի։ Որովհետև սխալվելու անձամբ մենք հայերս սխալվելու ռեսուրս չունենք։ Այսօր այսքան, սիրելիներս, եւ կշարունակենք արդեն վաղը։ Ստեսություն ձեզ։